Քսենյան երկար քնելուց հետո մակրոտիա դուրս եկել, նայում ա ոնց կարա փախնի, ուսումնասիրում ա ինչ հնարավորություններ կան փախնելու։ Քսենյա, ուզում ես փախնես։ Անընդհատ վերև ա նայում, անընդհատ, թե ոնց կարա, բայց չի փորձում գետնի վրայից, հիմա արդեն երևի մեծացել ա, չի փորձում թռնի։ Այս աթոռն էլ դիտավորյալ այնպես ենք դրել, որ չկարողանա այս վարդը խանգարի էլի, որ չթռնի այսպես։ Կոշիկները լվացրել եմ, իմ տանջված հոգնած կոշիկները, որ օրական տասնյակ կիլոմետրեր են քայլում, բարձնել եմ այսօր լվացրել, թարմանա մի քիչ։ Քսենյա, Քսենյա, թարմոտ է շնչում Քսենյա, ականջները ոնց ա սրել։ Հենց անունը տալիս եմ, այսպես դիտավորյալ մյուս կողմն ա նայում, հենց ուզում եմ իր դեմքը նկարեմ, սիրուն աչքերը նայեք, ոնց անեմ, ինքը գլուխը շուռ ա տալիս։ Քսենյա, այս ինձ սիրուն ես դու Քսենյա, այս ինձ սիրուն ես։ Նայեք ոնց ա թարմոտը շնչում։ Այս ինչ լավն ես դու Քսենյա։ Ուշադիր եղեք, հենց անունը տալիս եմ, ականջները ոնց ա սրում։ Քսենյա, Քսենյա, այ սիրուն Քսենյա։ Սրում ու ետ ա տանում ականջները։ Փաստորեն հենց որ ինչ-որ բանից վախենում ա, գնում մտնում ա բաների տակ, ծածկոց բանի, ծածկվող տեղ էլ այնպես ինչ-որ բանի տակ ա մտնում, որ այդպես պաշտպանված իրան զգա։ Ֆիզիկների հոգեբանությունը, որոշ բաներ արդեն սովորել եմ։ Հո Քսենյա, սիրուն Քսենյա։ Ինքը տղա է, բայց հա, մեր նոր բաժանորդները կարող ա չիմանան անունը աղջկա է, բայց ինքը տղա է, այդպես ա դասավորվել իր ճակատագիրը։ Աղջկա անունով տղա։ Պետք է եղել իրան արագ անուն դնել ու այդ անունն ա ստացել, այդ պահին դա է հարմար եղել։ Չէ Քսենյա։ Ժողովուրդ ջան, բարի օր։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Այսօր մեր մոտ ժամերը փոխվել են, անցել ենք ամառային ժամանակի։ Հայաստանի հետ 3 ժամվա տարբերությունը կրճատվել է, դառել է 2 ժամ։ Ժամ սլակը մի ժամ առաջ ենք տվել, Եվրոպան անցել է ամառային ժամանակի։ Ինչ եմ անում հիմա ես, ուզում եմ պրաս ունեմ, այդ անունը երբեք չեմ մոռանում, պրեյը, միշտ պրեյը ասում, հիմա պրաս։ Պրաս ունեմ ու մի փոքր հավի կրծքամիս ունեմ, ուզում եմ արագ սոուս պատրաստեմ, երեկվանից ոսպով փլավ ավելացել ու ոսպով փլավը կարելի է այդ սոուսով այդպես իրացնել։ Հիմա ուրեմն այստեղ իմ պրասը, որ պետք է լվանա, մի հատ դանակ այնց պետք, այստեղ ունեմ սուր դանակ։ Անցել ենք ամառային ժամանակի, այսինքն շուտ պետք է արտանան, գիշերը ժամը 2-ին ժամացույցները փոխվել են արդեն։ Մի հատը կարծում եմ հերիկա արդեն դեղնել ա, սրանք պետք է օգտագործվի, իհարկե 3 հատն էլ չեմ կարող հիմա օգտագործեմ, ես թողնեմ, լավ ընկերուհի ունեի, ազգությամբ թաթար էր, ասում եմ անցալու, որովհետև բավական ժամանակ իրար հետ կապ չունենք, ուրեմն այնքան լավ խմորով բան էր պատրաստում ես պրասով, բարակ խմորը բացում էր շատ, ուղղակի խմորը չեմ հիշում, ինչ տեսակ խմոր էր, ինչ էր մեջը, մածունով էր, թե չէ։ Խմորը շատ մեծ, շատ բարակ բացում էր, այս պրասը ինչ-որ սերուցք էր, ինչ էր, արդեն չեմ հիշում ոնց էր ինքը պատրաստում, ես էլ կուզեի հիմա անել, բայց իրոք չեմ հիշում ինչ բան էր, երևի ազգային ինչ-որ բան էր, էլի իրանց ուտեստեր։ Ուրեմն նախ փոքրացնեմ, հետո կլվանամ։ Դանակ սրի չունեմ, բայց այդպես հաճախակի չեմ օգտագործում, ավելի գերադասում եմ դանակները իրար քսեմ, քան թե ամեն անգամ այդ սրիչը հանեմ օգտագործեմ։
Ահա, սա է տեսպես հանեմ, մի հատ ինձ թասա պետք լինելու, ընդհանրապես միշտ մեջերը շատ ցեխոտ է լինում, բայց այս անգամ ահագին մաքուր է, մի անգամից կլվանամ ու կսնեմ ակցեի մեջ, ուզում էի դուրս գայի, բայց չեմ հասցնում, ոնց որ այս ազատ օրերին չեմ ուզում խոհանոցից դուրս գամ, անընդհատ ուզում եմ տարբեր բաներ պատրաստել, երևի կմնամ վաղը, ուզում էի այգու կողմերը գնայի, մարզվել էլ այսօր չեն գնացել, բայց ես առավոտ հասցրել լավ մարզվել եմ, անգամ գանտելները գիտեք, չէ, գանտելներով եմ մարզվել ու ռեզինում եմ, այդ ռեզինով լավ ձգումներ եմ արել, գիտեք, ես 50 տարեկանից հետո արդեն շատ կարևոր է, որ մկանները, որպեսզի մկաններ չկորցնենք, շատ կարևոր է մարզել մկանները, շատ կարևոր է, հատկապես այս մասեր, այս մկանները շատ մեր մոտ թուլանում ավանա լինում, չէ, շատ կարևոր է մարզելը ու սպիտակուցներ օգտագործելը, հաշվարկվում է, որ պետք է անպայման պարտադիր ամեն մեկը իրակ հաշի ամեն մի կիլոգրամի համար գոնե ամենակիչը օրական մի գրամ սպիտակուց ընդունի, օրինակ ասենք, եթե 70 կիլո եք, ամենակիչը 70 գրամ, մինչև 100 գրամ պետք է ընդունել, իսկ տղամարդիկ ավելի շատ, կկտրատեմ, տեսնում եք չէ, ինչ եմ անում, այսպես մի քիչ կմանրեմ, սերուցքի հետ շատ համով է լինում սա, շատ, ու մի փոքր սխտոր, դե հավի կրսկամիսն էլ էլի սխտոր ու բանի, սխտոր ու սերուցքի համադրումը շատ լավ է լինում, մի ձեր մարդ կար, որ երեխաներին բոլորին հասցրել էր իր նպատակին ու արդեն ոնց որ կյանքը հետաքրքիր չէր, որովհետև հիմնականում այդպես է լինում նաև մեր մշակույթի մեջ, որ մեր ամբողջ ուրախությունը, մեր ամբողջ կյանքը ու ամեն ինչ կապում ենք մենակ մեր երեխաների հետ, այդպես էլ ասում ենք, չէ, ասում ենք իմ կյանքի իմաստը իմ երեխաներն են ու ապրում ենք մենակ նրանց համար, ու հիմա այս մարդն էր մեր նման այդ մտածելակերպի մարդ էր, ու երբ որ երեխաները բոլորը մեծացան, ամուսնացան, ամեն մեկը իր կյանքով էր ապրում, ամեն մեկը իր ընտանիքն ուներ ու նորմալ է, որ իրանք արդեն իրանց կյանքով են ապրում ու անգամ ժամանակ էլ չունեին հոր համար, ու այդ մարդուն թվում էր, որ արդեն ինքը ավելորդ է ու բոլորը ոնց որ հավես չունեն, ոչ թե հավես չունեն, այլ այդ մարդուն թվում էր, որ ինքը արդեն ավելորդ է տանը ու ձանձրացնում է իր երեխաներին, հենց մի բան հարցնում է արդեն կամ դժգոհելով են պատասխանում, կամ ժամանակ չունեն պատասխանելու ու անգամ թորները ամեն մեկը իրենց գործերով պապիկի համար, պապիկի հետ ոնց որ հետաքրքիր չէր արդեն։ Ու այսպես այս մարդը շատ արդեն հիասթափված, ձանձրացած կյանքից, հետաքրքրությունը կորցրած, ինչ-որտեղ շատ ոնց որ իր երազանքները կոտրված համարեր, որովհետև մտածում էր, որ երեխաները պետք է ավելի շատ իրեն սիրեն, ավելի շատ պետք է ժամանակ ու ուշադրություն իրան հատկացնեն, այսպես տխուր տրտում մտածում է գնա իմաստունից խորհուրդ հարցնի, թե ինչի է այդպես, ախր չէ, որ ինքը շատ լավ հայր էր ու այդքան ամեն ինչ արել է իր երեխաների համար ու հիմա չի ստանում են, ինչ որ ինքը ակնկալում էր, ինչ որ ինքը ուզում էր, որ ստանար։ Գնաց իմաստունի մոտ, պատմեց ամեն ինչ, իր դարտերը ու իմաստունը այսպես ասեց իրան։ Այն որ ամեն ինչ անում եք ձեր երեխաների համար, այդ շատ լավ է,
բնականաբար երեխաները իրանց կամքով չեն աշխարհ գալիս, դուք եք ձեր կամքով ծնում, սնում, պահում այդ երեխաներին, բայց դա չի նշանակում, որ պետք է պարտադրեք երեխաներին, որ ձեզ սիրեն կամ հարգեն։ Սերն ու հարգանքը պարտադրելով չի լինում։ Ինչքան շատ ես փորձում երեխաներին, այսպես ոնց որ պահես քո մոտ կամ ավելի շատ ուշադրություն ստանաս նրանցից, այնքան ավելի շատ ես այդպես ցանցրացնում, հոգնեցնում իրանց։ Չէ՞ որ ամեն մեկը իր կյանքն ունի։ Չէ՞ որ էլ փոքր երեխա չեն ու խնամքի կարիք չունեն։ Արդեն ամեն մեկը գնում է իր կյանքով։ Իմաստուն ասեց, տարավ ջրի մոտ, գետի մոտ ու ասեց. նայի ես ջրին, ասեց, ջուրը ազատ գնում է իր ճանապարհով։ Գետը չի պահում այդ ջուրը իր մեջ, թողնում է, որ ազատ հոսի գնա։ Այդպես են մեր երեխաները, արդեն կյանք ենք մտցրել, բաց ենք թողել, պետք է թողնենք, որ ազատ ապրեն իրանց կյանքով։ Պետք չի այսպես ստիպելով, զորով ուզենաս, որ պահես այդ երեխաներին քո մոտ։ Բացի դրանից, սիրել կամ հարգել չի նշանակում անպայման կողքդ լինեն, որ քեզ սիրեն, հարգեն։ Սերն ու հարգանքը տարածություն չի ճանաչում, ինչ որտեղ տարածությունը ավելի շատ, ավելի լավ է, քան շատ մոտ լինելը։ Գնա քո համար զբաղմունք գտի։ Եթե կյանքի իմաստը մենակ երեխաների մեջ է, շատ դավիճացություն է սպասվում։ Պետք է ամեն մարդը իր կյանքն ունենա, ամեն մարդը իր կյանքի նպատակներն ունենա, հետաքրքրությունները, ամեն մեկը պետք է իր անձնական կյանքն ունենա, պետք չի կապել դա մեկ ուրիշի կյանքի հետ։ Այսինքն նկատի ունեմ, ծնողները պետք չի, որ իրենց կյանքը կապեն երեխաների հետ։ Թողեք, թող ազատ գնան երեխաները, թող գնան իրենց կյանքն ապրեն։ Խոսեց այսպես իմաստունը ծերունու հետ, ասեց, փորձի ինչ-որ նպատակ գտնել, ծերունին ասեց, այս տարիքում էլ ինչ պետք է ես անեմ, արդեն մեծ տարիքով ծեր մարդը։ Իմաստունը խորհուրդ տվեց գտնել իր ուժեղ կողմերը կամ ինչով էր նախկինում սիրում զբաղվել, ինչն էր հաճույքով անում ու նորից սկսի զբաղվել դրանով։ Այդպես մի քանի շաբաթ ծերունին մնաց այդ վայրում, որտեղ ապրում էր իմաստունը։ Մտածեց, խորհեց, բայց ամեն օրվա հետ ավելի համակարծիք էր դառնում իմաստունի ասածի հետ։ Մի օր անցնում էր ու տեսավ մի երիտասարդ բանացանում, ինչ-որ բանացանում ու ծերունին կանգնեց նայեց ու ասեց մի հատ էլ բերեմ պրաս երկու հատ կանեմ, մի հատ է քիչ է ծերունին կանգնեց նայեց ասեց այդպես մի արա ասեց խալ ես անում մի քիչ հեռու ցանի, որ աճեն իրար չխանգարեն։ Տղան երիտասարդ էր, չգիտեր, ասեց, բա ինչ գիտեք դուք։ Ասեց ես շատ եմ, ծերունին ասեց ես շատ եմ արել երիտասարդ ժամանակ, ասեց ես լավ գիտեմ, այսպես պետքա ցանես, որ ավելի լավ լինի։ Պես ծերունին խորհուրդ տվեց, ու ծերունու խորհուրդով այդ երիտասարդը ցանեց ավելի իրարից հեռու, որպեսզի աճելուց հետո իրար չխանգարեն դրանք։ Հետո երիտասարդը շատ գոհ մնաց։ Հետո ոնց որ այդ խորհուրդը, ծերունու խորհուրդը, այսպես ականջից ականջ ընկավ ու ուրիշներն էլ օգտվեցին նրա այդ ու նաև ուրիշ խորհուրդներից, դե ձեր մարդը կյանքի փորձով ինչքան կյանքի փորձ ունի, ինչքան շատ իմաստուն բաներ կիմանա, չէ՞, երիտասարդների սովորացնելու։ Անցավ մի քանի շաբաթ տղայից նամակ ստացավ, մեծ տղայից։ Տղան գրում էր հայրիկ, որտեղ ես, կարոտել ենք քեզ, լուրջ չունենք քեզանից, շատ ենք ուզում քեզ տեսնել։ Այսպես ես ծերունին լավ զգաց այդ նամակից, մտածեց, որ իրեն սիրում են,
Պատրաստվեց հայրն ու հաջորդ օրը հյուր գնաց տղային ու թոռներին։ Շատ ուրախացան։ Տղան ու թոռները շատ ուրախացան, որ հայրը պապիկը գնացել է, շատ սիրով, ջերմությամբ ընդունեցին ու ավելի հետաքրքիր էր ամեն ինչ։ Արդեն բոլոր հարցերին շատ սիրով, համբերատար պատասխանում էին, արդեն առաջվա նման չէր, որ ամեն մեկը շտապում է, որ արագ գնա իր գործերով, որովհետև կարոտել են պապիկին, կարոտել է տղան հորը։ Նստեցին, շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում, ընթրեցին միասին, հայրը մնաց այդ գիշեր տղայի տանը ու հաջորդ օրը պատրաստվեց, որ գնա։ Տղան հարցրեց, բա ուր ես գնում, հայրիկ։ Հայրն ասեց, գնում եմ իմ գործերով, տղաս, զբաղված եմ։ Տղան հարցրեց, բա երբ կգաս հաջորդ անգամ, հայրիկ, այսպես շատ սրտան, շատ սպասումով հարցրեց։ Հայրն ասեց, կգամ, երբ որ ժամանակ ունենամ, տղաս։ Այդպես շատ ուրախ, շատ երջանիկ հայրը գնաց, որ զբաղվի իր կյանքով, իր զբաղմունքներով, իր նպատակները իրականացնի։ Ասելիքս ինչ է, սիրելիներս, որ ամեն մեկը պետք է իր կյանքն ունենա։ Ինչքան էլ որ մենք սիրում ենք մեր երեխաներին, պետք չի պարտադրել, որ մեր երեխաները այսպես մեր շուրջը պտտվեն։ Իրանք էլ իրանց կյանքն ունեն, ազատ պետք է թողնեն։ Մենք մեր մտածելակերպով այդպիսին ենք, չէ, ասում ենք, յա, քո համար էս արեցի, այն արեցի, ինչքան անշնորհակալ երեխաներ են, չէ, ասում են ինչի՞ չէ, շատ են ասում են, էս արեցի քո համար, այն արեցի, բայց դու այսպես ես հատուցում, ես անում, չէ, սիրելիներս, ինչքան ազատ թողնենք, իրանք այսպես կապված չզգան, այնքան մեր կապը դրանից ավելի կուժեղանա։ Ու որպեսզի չպարտադրենք, էլի, որ իրանք մեզ սիրեն, մեզ հարգեն, թույլ տանք իրենք անեն, էլի այդ ամեն ինչը, ոչ թե մենք պահանջենք, որովհետև ինչ էլ լինի, սերը ծնողի հանդեպ երբեք չի մարում, երբեք, դա մի ուրիշ սեր է, որ զավակները սիրում են իրանց ծնողներին, նորմալ դաստիարակված երեխաներ են, ուրեմն իրանք արդեն ճիշտ հարաբերություններ կպահպանեն ծնողների հետ։ Այս կրծքանիցն էլ մի քիչ կիսել Քսենիայի համար են ջրել, հիմասայլ կկտրեմ։ Քսենիան հավի կրծքանից սիրով աղուտում։ Չգիտեմ հիմա ինչքանով է փոխվել մարդկանց մտածելակերպը, բայց նախկինում շատ էին մարդիկ տղա աղջիկ տարբերություն դնում շատ։ Եթե տղա է, արդեն են չծնված երեխան, եթե տղա է, ուրեմն երջանիկ են, եթե գիտեն, որ աղջիկա ծնվում, արդեն եթե ծնվում էլ էր այդ աղջիկը, որովհետև հիմնականում արդեն չծնված դեմ էին այդ երեխային սերի պատճառով ու չէր էլ ծնվում այդ խեղճանում երեխան։ Բայց կարծում եմ հույս ունեմ, որ հիմա փոխվել է։ Առավել ևս գիտեք ինչն է, շատ բան են, որ ասում էին, վայ, չի բաշարում տղա ունենա, այնքան անգրագետ, այնքան այսպես նեղ ուղեղ ունեին, որ չէին հասկանում, որ այդ կնոջից չի, որ տղա կամ աղջիկ պետք է ունենա, դա պայմանավորված է տղամարդով։ Կինը չի որոշում տղայի սերը, ասենք, էլի, այնքան չգիտեմ էլ այսպես բառեր չեմ գտնում հարմար, որ ասեմ, այնքան տգետ մտածելակ, տգետ մարդիկ կային, որ էդ էլ էին բարդում կնոջ վրա, որ կինն է մեղավոր, որ աղջիկ է ծնվում։ Այ ինչ տեսակ մարդ ասես կա, էլի։ Իրականում պետք է ուղղակի պարզապես երջանիկ լինեն, որ երեխա են ունենում ու հեչ կարևոր չի աղջիկ են ունենում, թե տղա։ Ինչի այս դարում կարաս ասես աղջիկը լավ է կամ տղան լավ է կամ աղջիկը լավ չի կամ տղան լավ չի, ինչ կապ ունի երեխայի սերը։ Կարևոր է երեխա լինի, որ մարդն իմանա սերունդ է թողել իրանից հետո։ Իմ կարծիքով մենակ տգետը կասի, որ վայ աղջիկա, տղա չի։ Որովհետև հիմա հատկապես այս տարում նախ հեչ կապ չունի տղա թե աղջիկ,
Հանուն արդարության պետք է նաև ասենք, որ աղջիկները ավելի շատ են հոգ տանում ծնողների մասին, քան տղաները։ Այնպես որ կապ չունի տղայա թե աղջիկա։ Պետք է ուղղակի երջանիկ լինել, որ երեխա ունես։ Դա դեռ կողքի մարդիկ, որ քննարկում են, թե վայ աղջիկա, վայ տղայա։ Այն չհասունացած տղամարդը, որ բնազդաբար հայր է դառել ու հանկարծ ու դեմա լինում, որ դեմա, որ իմանում աղջիկ են ունենալու, դեմա դրան, բա դրան ինչ ասես, բնազդաբար ուղղակի երեխա է ունենալու, ու չի հասկանում աղջիկա, տղայա ու մի հատ էլ դժգոհմա, որ աղջիկա ծնվելու, փոխանակ կինը դժգոհի, ենթադրենք էլի, որ աղջիկա տղա չի, կինն էլ երևի չիմանալով գլուխը կախ, այդպես հնազանդվում է, որ աղջիկա ունենալու, փոխանակ ասի ինչ ցանել ես, այն էլ հնձում ես, աղջիկ ես ցանել, աղջիկ ես ունենում, կամ ընդհանրապես այդպիսի տղամարդը արժանիլ չի երեխա ունենալու, որ մնաց թե աղջիկ կամ տղա ունենա։ Այս տղամարդիկ էլ կան, որ այդ երիտասարդ պապաները երևի զուտ ձևի համար են սուտ դժգոհել անում, որովհետև իրականում աղջիկներին ավելի շատ են սիրում, քան տղաներին։ Հիմա ինչ որ է, կարևորը Աստված տալիս է, ինչ տալիս է, թող նա լինի, բայց նկատի ունեմ, որ ով էլ որ ծնի ընտանիքում, փոխանակ երջանիկ լինեն, որ Աստված երեխա է պարգևել, մի հատ էլ դժգոհում են, թե աղջիկա տղա չի, այ քեզ բան, ինչ ձևի մարտասես կա։ Հիմա սիրելիներս, ուրեմն սրանք կարևորներն էին, պատրաստեցի, հիմա սկսենք արդեն գազի մոտ գնանք։ Ուրեմն գազը միացնեմ, շատ արագ է լինում է սոուսը։ Մի փոքր ձիթապտղից հետ եմ լցնելու, մտածում եմ այս թավաներս պետք է թարմացնեմ, կերամիկից եմ ուզում։ Նայեմ Ամազոնում ինչ կա հարմար։ Այսպես, մի հատ էլ ինձ բանա պետք որ խառնեմ։ Ժողովուրդ ջան, հիմա թող ցետը մի փոքր տաքանա ու տեսեք ինչքան արագ է ստացվելու։ Այնպես որ եթե հիմա ինձ երիտասարդ կանայք են դիտում, չգիտեմ, տղամարդիկ դժվար, երիտասարդ, եթե երիտասարդ աղջիկներ կանայք են դիտում, գնահատեք ձեզ աղջիկներ ջան, գնահատեք ձեզ, եթե այդպիսի թեմաներ ձեր տանն են լինում, ես ինչ որ ասեցի, ես տղա աղջիկա մասին ծանոթ մեկի պատմություն գիտեի, ասեցի, եթե դուք էլ այդպիսի պատմությունների մեջ եք, երբեք հանուն ձեր ամուսնու, եթե դեմ կլինի երեխայի սեռին, երբեք երեխայից չազատվեք հանուն ձեր ամուսնու, ամուսնուց ազատվեք, ոչ թե երեխայից։ Ուրեմն սա մի փոքր պետք է տապակել։ Դրա համար են ասում, որ պետք է շատ կրթվել, չեմ ասում գնան համալսարան պարտել, եթե կրթվել ենք ասում, մեկ որ կրթվել ենք ասում, մարդկանց թվում է նկատի ունենք, որ գնան համալսարան դիպլոմ ստանան, որ ամուսնանան։ Ախր այս դարում այնքան ինֆորմացիա կա, այնքան բան կա, բժշկական ապահովագրության ֆակտուրաներն էի ստացել, վճարեցի, մի անգամ վճարել էի արդեն 140 եվրո մեր բժշկական ապահովագրության համար, հիմա այս անգամ էլ արդեն զեղչված, քանի որ աշոտը թոշակառու է, վճարեցի ամեն մեկից համար 54 եվրոներ, 54 եվրո, այլ վճարեցի սոցիալապես անապահով մարդկանց համար, որ իրանց բժշկական ապահովագրությունը ծածկվի։ Մեր հողում պարտադիր մենք իրանց համար էլ ենք վճարում։ Լանդրենում այդպես է։ Հետաքրքիր չէ, այսպիսի մի փոքր տարածքով փոքր երկիր ու 3 հող ու ամեն հող ունի իր օրենքները։ Մի փոքր այսպես պետք է տապակեմ, սրա հետ նաև շատ է սազում քրքումը, անպայման լցնելու եմ քրքում։ Այսպես յուրահատուկ համա ունենում եմ, որ նախորդ տապակում եմ։
ուրբաթօրի ժամանակ գտա, զանգեցի նաև իմ կինեզիստին ու հանդիպում եմ նշանակել, որ գնամ մասաժներ ընդունեմ մեջքի համար։ Իսկ իմ գործի բնույթից ելնելով անընդհատ մեջքի պարանոցի ցավեր եմ ունենում, թե որ անընդհատ այդպես ժամերով կանգնում եմ, ծալում եմ կամ կանգնում եմ կասայի մոտ, մեջքս պարանոցը ցավում եմ։ Զանգեցի կինեզիստին, ապրիլի վերջին հանդիպում նշանակել, գնամ 6 անգամ տնկունեմ, կստանամ, եթե դուրս կա, կժանգեմ դրշկս էլի կավելացնի։ Տարվա մեջ 18 անգամ նշանակում են կարելի գնալ կինեզիստի մոտ։ Համեմունքներն էլ պատրաստել, քրքումը, մի փոքր չիլի պղպեղ, մի փոքր կայել, անպայման կգցեմ նաև մի փոքր օրեգանո, ամեն ինչից մի փոքր, ստացիք ժողովուրդ ջան, ամեն ինչից մի փոքր, սև պղպեղ, մեծ բանով եմ գնում, սև պղպեղը ու դատարկում եմ այս ամանի մեջ։ Ինչ մնաց այստեղ, այստեղից ամեն ինչ վերցրեցին։ Հավի կրծքամիսը շատ սպիտակուցներ է պարունակում, այն որ ասում եմ պետք է օրական բավարար քանակի սպիտակուցներ ընդունել, կարելի է հենց հավի կրծքամիս, նաև կարելի է դիետիկ բան համարել, որովհետև մի հարևի ընթացքում եմ, սա շատ լավ խորհուրդ է տրվում։ Աղնային սպելք, այս սիրուն գդալները շատ եմ սիրում օգտագործեմ երկար կոչով, Հայաստանում քույրիկս նվիրել, պատկերացնում եք Հայաստանից Բելգիա հետս գդալներ եմ բերել։ Հիմա պրասը կդատարկեմ, սրա վրա մի փոքր միասին կտապակեմ, մի քանի օր առաջ TikTok-ում մի կին այսպիսի մի կոչ էր անում, ասում է, եթե խանութ եք մտնում ու պահանջում են ձեր պայուսակը, որ բացեք ստուգել, մի արեք, ասում է, երբեք չբացեք, խանութի աշխատակիցը կամ անվտանգության աշխատողը իրավունք չունի ձեր պայուսակը բացելու ստուգելու, եթե կասկածում են գողության մեջ, ասում է, թող ոստիկան կանչեն։ Ես իհարկե համաձայն չեմ այդ կնոջ հետ, որովհետև դա այդպես չի։ Եթե խանութն ունի անվտանգության աշխատողը իրավունք ունի հաճախորդների պայուսակները ստուգելու։ Իսկ ոստիկան կանչում են այն դեպքում, երբ որ համոզված են, որ գողություն է կատարվել։ Իսկ ոնց պետք է իմանան գողություն է կատարվել, պետք է ստուգեն, չէ, պետք է նայեն։ Ես մեր խանութի օրինակով եմ ասում, այստեղ ընդհանրապես խանութները, պայուսակները ստուգում են ու նորմալ է։ Օրինակ, անգամ սուպերմարկետները մտնում ենք, եթե ասենք պայուսակ ունեն, մոտենում են կասային, որ վճարենք մեր գնացների համար, իրանք խնդրում են պայուսակը բացենք ցույց տանք։ Իսկ մեր խանութում կոնկրետ անվտանգության աշխատողը դռների մոտ կանգնած է ու բոլոր պայուսակները մենք աշխատողներս, մեր շեֆերով անգամ, մեր բարձր շեֆերը, բոլորը պայուսակները պարտավոր են ցույց տան անվտանգության աշխատողին։ Ու ինքն էլ հաճախորդների իրավունք ունի պահանջելու, ոչ պահանջելու, խնդրում է, ասում է պայուսակը մի հատ բացեք նայեք։ Իսկ ոստիկան կանչում է մենակ այն դեպքում, երբ որ ինքը համոզված է, որ գողություն է եղել։ Այնպես որ այդ տիկինը սխալ կոչ էր անում, ոնց, այսինքն այդպես որ լինի, եթե կասկածում են ամեն մեկի համար պետք է միանգամից ոչ թե պայուսակը նայեն, այլ միանգամից զանգեն ոստիկան կանչեն։ Չէ, այդպես չի։ Մեր մոտ ամեն դեպքում այստեղ այդպես չի։ Ես չգիտեմ տիկինը ինչ կոչ էր անում, հայր իհարկե, հայրիներ էլի կոչ անում։ Այս սերուցքներից ունեմ, հենց խոհարարակա եփելու սոուսները, երկու հատ ունեմ, բայց կարող եմ ոչի չլցնեմ։
Հիմա այս մի քիչ թող տապակվի, 2 բջիջ սխտորեն այս պետք կգա։ Ժողովուրդ ջան, այդ ինչա կատարվում հայկական TikTok-ում, վայ, այդ ինչա կատարվում, այդ ոնց են ես մեր հայերը ատելությամբ իրար հանդեպ, իրար ոնց են ատում, շատ քիչ մասն է, բայց ամեն դեպքում այդ ատելությունը կա էլի, զարմանում եմ, ինչից է, այդքան ատելությունը ինչից է, այդքան չարությունը նախանձը ինչից է, ախր չէ որ ինչ դուրս է գալիս քեզանից գնում է տիեզերք ու նույնությամբ հետ է գալիս քեզ, ոնց չեն վախենում մարդիկ բումերանգի օրենքից էլի, սխտորա երևի քերիչով կամ հերիք այսքանի շատ չեմ ուզում լսնել։ Գոլեգաներիցս մեկին հարցնում եմ, մի հատ աղջիկ ունենք, պակիստանցի, հարցնում եմ, ասում եմ, ակնոցներս այսպես անընդհատ ժողովուրդ ջան, այստեղ եմ դնում, այնտեղ եմ դնում, ինչ անեմ, հեռատեսներից կհասկանամ։ Մի հատ պակիստանցի աղջիկ ունենք, անհամբեր սպասում էր, որ վերջանա իրանց այս տոնը, Ռամադանը, որ ասում առանց ջուր խմելու չեմ կարողանում էլի, ոնց որ չորանամ, այդպես ամբողջ օրը ջուր չեմ խմում։ Ասում ոնց եք նշում, բան ունեն, ոնց որ քաղցրի, շաքարի տոն ունեն, այդ վերջին օրն են նշում, ու իրար նվերներ են տալիս, ասում էր, կամ գումար են տալիս, կամ ինչ-որ նվերներ, ասում էր ընտանիքում, ասենք, օրինակ ասում էր, հոպարս մեզ փող է նվեր տալու, բայց մեծից փոքր գումարի չափը մի քիչ իջնում է, ասում մոտավորապես ինչքան է, ասում օրինակ ինձ, ես որպես մեծ, ասում կարող է 30 եվրո տա, եղբայրս մի քիչ փոքր է իրան 20 եվրո տա, այն փոքրին 10 եվրո տա, այդպես ոնց որ ստավկան իջնում է։ Հետաքրքիր են էլի ուրիշ ազգերի տրադիցիաները։ Իհարկե ես սիրում եմ, որ ուրիշից լավը վերցնում ես, ուրիշ ազգերից, ասենք, այդ օրինակ Եվրոպայում ենք ապրում, ես սիրում եմ լավը վերցնել, բայց ես ուզում եմ, որ մեր ազգայինն էլ պահպանվի, ավելի լավը նորը սովորել, լավը վերցնել, շատ լավ է, բայց ազգայինը պետք է պահպանվի, որովհետև եթե ազգայինը չպահպանվի, արդեն կորցնում ես արմատներդ, կորցնում ես պատմություններդ, առանց անցյալի մարդը ապագա չունի, շատ կարևոր է, որ ավանդույթները պահպանվեն, այն ինչը որ իրոք մերն է, հիմա սերուց կբացեմ ժողովուրդը, այսպես կավելացնեմ, տեսնում եք չէ, երևում է, սրանք 20% յուղայնություն ունեն, սա հատուկ եփելու համար է, գրեմի համար վերցրել էի ավելի բարձր յուղայնության հատուկ թխվածների համար, տորթերի համար, նախատեսված գրեմների համար նախատեսվածը, սա մի քիչ ավելի պինդել է նրանց, սա մի անգամից կգնա պլաստիկի տոպրակի մեջ, կավելացնեմ մի անգամից աղ, սև պղպեղ, ինքան կծու պղպեղ է, կավելացնեմ քրքում, բիո քրքում այ դեպ, սազում է սերուցքի հետ քրքում է, մի քիչ էլ երևի, մի փոքր չիլի, կայեն, օրեգանո, Պարնեմ տեսնեմ ոնց է, ինչն է պակաս, համարյա եփված է սա արդեն, պետք է
մի 4-5 րոպե թողնեմ եփի, որովհետև հավի կրծքամիսը արդեն համարյա եփված էր, մեջտեղի մասեր մի քիչ բան, ում դա էլ հիմա սիրուցքի մեջ կեփվի։ Իդեպ Աշոտի ծննդյան նվերները տվեցինք, բաճկոն էի գնել, ես շատ հավանել էի, մենակ ես ձեզ ցույց կտամ, գրպանի մասերը մենակ իմ սրտով չեն, բայց գույնը շատ սիրուն էր, ձևը շատ սիրուն էր, բայց պարզվեց ինքը այդ գույնը չի սիրում, այդ գույնը ինքան սիրուն էր, երև վաղ առավոտ լույսի տակ այդպես ցույց տամ, որ դուք պատկերացնեք ինչ գույն էր, ասեց այս գույնը չեմ ուզում, չեմ սիրում, շատ զարմացա, ամեն դեպքում, ասի ոչինչ կտանեմ, փոխեմ, ուրիշ կվերցնեմ, բայց մյուս նվերները հավանեց, դրանք էլ ցույց կտամ, մի հատ նայեմ ոնց է աղը, հալանյա իհարկե, մի քիչ ավելացնենք աղը, ու ծածկենք թող եփվի։ Այս աղերը յոդացված աղեր են։ Իհարկե Հիմալայան աղել եմ օգտագործում, հիմնականում աղցանների մեջ։ Այսպես սիրելիներս ծածկեմ, թող մի քանի րոպե եփվի։ Ու սոուսը արդեն պատրաստ է, ոսպ է, այդ ձևով կարող ենք իրացնել։ Ոսպն էլ շատ սննդարար է, շատ պրոտեիններ է պարունակում, ուտում ես ինքան երկար կուշտ է պահում, այնպես որ խորհուրդ կտամ, եթե պարտադիր չի ջրիկ ճաշ պատրաստվի, կարելի է փլավ պատրաստել, եթե սոխ սիրում եք սոխառած անել, այդպես սոխառածով, կամ բրնձի հետ սոխառածով, կամ աղցան պատրաստել, բայց խորհրդատրվում ոսպը պարտադիր գոնե ամենակիչը կես ժամ թրջել թողնել, հետո նոր խաշել, որ լավ մարսվի, որ լավ լինի։ Կարելի է այդպես կես ժամ թրջել, հետո խաշել, հետո աղցան, աղ, պղպեղ, կանաչի, սոխն էլ լավ կսազի, հենց գլուխ սոխը, ավելացնել ու որպես աղցան ուտել, անգամ կարելի է ընդմիջման համար հետը վերցնել գործի, ոնց որ երեկ ես էի արել, շատ լավ կուշտ պահեց։ Սա եփվի։ Սոուսս պատրաստ է։ Շատ համով սոուսը, շատ համով։ Մի քիչ հիմա մի քիչ հիմա կանաչիով կզարդարեմ, այսպես։ Ես ընդհանրապես կանաչին չեմ եփում ճաշերի մեջ, ընդհանրապես միշտ անջատում նոր լցնում եմ կամ ասենք կարող է լցնեմ ու անջատեմ կախված նրանից թե ինչ եմ եփում։ Հիմա այսա այսպես այս սիրուն համով սոուսը խորհուրդ կտամ դուք էլ պատրաստեք, կարելի է նաև գազար քերել մեջը, բայց ես ոնց որ արագ տարբերակը արեցի, շատ համով է ստացվել։ Այս ոսպն էլ տաքացնեմ, մի փոքր ջուր եմ ավելացրել վրան, սոուսի հետ համով կլինի։ Ուզում եի ցույց տալ Աշոտի նվերները, այստեղ խալաթի տակ Քսենիան է քնել, երևի ինչ-որ բանից վախեցել է։ Ուրեմն այս բաճկոնն էր, որ ասեցի, մեր խանութից էի գնել, սիրուն է, այս գրպանները գուցե մի քիչ այս ձևը լավ չի, բայց ինքը գույնի համար չհավանեց, սա պետք է տանեմ ետ տամ, իդեպ արժեքն էլ ընդամենը 20-21 եվրո էր, ամեն դեպքում ասեց այս գույնը չեմ սիրում, պետք է ասեց չեմ հագնելու, ուրեմն սա ետ կտանեմ, սա էր, այս սվիտերը, էլի շատ սիրուն գույնը, մոխրագույնոտ այդպես, սա H&M-ից եմ գնել, H&M-ից, շատ ինքան փափուկ, լավ մատերիալ է, սա դուրը եկավ, այս վերնաշապիկը, սա շատ լավ այսպես որակի է, փափուկ, լավ, սա էլ հավանեց,
Այս մյուս վերնաշապիկը, ես էլ այն առած բաճկոնի, մի քիչ ավելի բաց գույնն է, բայց իրա գույնը դուրի եկավ, բաճկոնինը չէ։ Սա Սիենայից է, կամ ցեունդա, ոնց որ ասում են, երկար թևերով։ Այս տաբատը շատ սիրուն նուրբ գույն ունի, բայց փոքր եղավ մեջքը, հիմա ուզում եմ հենց էլ ժամանակ չկորցնեմ, տանեմ փոխեմ։ Մի ռազմեր մեծ է պետք։ Սա էլ է H&M-ից, շատ այսպես լավ որակ ունի շատ։ Ու մի հատ էլ մեծ նոթատետեր էինք նվիրել, որ իր համար գրառումներ անի։ Այսքանը։